Ողջույն բոլորին, ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությունում պատմական մեկնարկին, այսօր խոսելու ենք մեր թիմի հեռանկարներից Եվրոյում, իմ հյուրն է մարզական մեկնաբան Արմեն Գարամյանը։ Արմեն, արդեն այսօր Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում կմեկնարկի ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը, թիմային մարզաձևերում առաջին անգամ մենք մասնակից ունենք եզրափակիչ փուլում, այս մակարդակում ինչ սպասենք Հայաստանի հավաքականից։ Շնորհակալ եմ հրավերի համար, համաձայն եմ, որ պատմական մեկնարկ պետք է լինի, որովհետև իրոք մենք երևի թե կարող ենք այսպիսի եզրափակիչ մրցաշարի, չեմ մտածում, որ վատ է լինելու, իրականում կան նման կանխատեսումներ, հաշվի առնելով, որ մեր խմբում կան ուժեղ հավաքականներ, մասնավորապես Ուկրաինայի հավաքականը եւ սկսում ենք Ուկրաինայի հետ, աշխարհարարության վերջը բրոնզե մեդալակիրն է, վստահ եմ, որ լավ արդյունքներ կլինեն, Լիտվայի հետ կարծում եմ խնդիրներ չեն լինի, Չեխիային կարողանանք պայքար առաջարկել եւ որպես այդպեսին կարելի է ակնկալել, որ մեր հավաքականը խմբից դուրս կգա։ Մինչև Եվրոյին ավելի մանրամասն անցնելը մի փոքր ուզում եմ հետ գնանք եւ հասկանանք ինչպես հասանք այս կետին, ֆուտզալի Հայաստանում վերելքը, այսպես ասած, սկսվեց շուրջ 5-6 տարի առաջ 2019-ին ավելի կոնկրետ սկզբնական փուլում հավաքականը ուժեղացրին բրազիլացի խաղացողները, որոշ ժամանակ անց նրանք հեռացան, բայց մեր թիմը շարունակեց առաջադիմել եւ այսօր այսպիսի կարևոր կետի է հասել, այս ընտրական փուլում բավական բարդ մրցակիցներ կային, Ղազախստան, Դանիան, նույնպես ուժեղ թիմ է, Ալբանիա, բայց Հայաստանի հավաքականը շատ վստահ 6 խաղում 5 հաղթանակ տարավ եւ այդ ընտրական փուլի ընթացքում արդեն ունեիր տպավորություն, որ մեր թիմը հասունացել է ավելի լուրջ մարտահրավերների համար։ Նախ այդ բրազիլացիներով խաղալու նաև հետևանք է սա, որովհետև բրազիլացիների կողքին խաղալով մեր ֆուտզալիստները աճեցին եւ այստեղ մենք համոզվում ենք մի բանում, որ երբ խաղում են բրազիլացիները հիմնականում, այն ֆուտզալիստները, որոնք նստում են պահեստայինների նստարանին, այսպես նախանձով, հնարավոր է նախանձով էին նաեւ ինչ որ չափով, բայց ավելի շատ սովորում էին, վերցնում էին, ոչ թե ուղակի նստում եւ մաշեցնում էին պահեստայինների նստարանը եւ դրա արդյունքում կարողացան բրազիլացիների գնալուց հետո բավականին լավ ֆուտզալ խաղալ։ Ամենաբեկումնային հատվածը առաջին երկու խաղերն էին, Դանիային, երբ մենք տանը հաղթեցինք 4-3 հաշվով եւ դրսում Ղազախստանի հետ 4-4 խաղացինք, 4-2 հաշվով Ղազախստանը հաղթում էր եւ մենք կարողացանք երկու գնդակ հետ բերել։ Այդ պահին կարծում եմ բոլորը սկսեցին հավատալ, որ Հայաստանի հավաքականը կարողանա այս խմբից նույնիսկ առաջին տեղով դուրս գալ, որովհետեւ Ղազախստանը այդ պահին աշխարհի լավագույն 3 հավաքականներից մեկն էր գոնե ռեյտինգով եւ դրսում 4-4 խաղալուց հետո բոլորի մոտ վստահություն եկա, մասնավորապես խաղացողների մոտ, որ նրանք կարող են խմբից դուրս գալ եւ հետո արդեն հեշտ հաղթանակներ Դանիայի, Ալբանիայի նկատմամբ ու տանը գերվստահ հաղթանակ նույն Ղազախստանի նկատմամբ, Ղազախստանը այդ խաղում ոչ մի շանս չունեցավ։ Այսինքն արդեն քեզ համար պարզ էր երկրորդ խաղից հետո, որ այս հավաքականը միանշանակ, որովհետեւ ֆավորիտներից էր խմբում ի սկզբանե Ղազախստանի հետ երևի ֆավորիտներից մեկն էր, բայց դե Ղազախստանը մտնում է Ղազախստան, ֆուտբոլում եթե Ղազախստանը ուժեղ հավաքական չի, ապա ֆուտզալում լրիվ պատկերը հակառակն է ու իրենք ունեին աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին Իգիտային, ով 5-րդ խաղացող է դառնում շատ հաճախ եւ նրա դեմ պայքարելը շատ դժվար է, բայց մերոնք ֆանտաստիկ վերջնամաս ունեցան այդ խաղում, դարպասապահից նույնիսկ Դերմենջյանը խլեց գնդակը 4-4 դարձրեց եւ այդ մեկ միավոր հետո ճակատագրական դարձավ թե մեր թե ղազախների համար։ Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը մեր հավաքականը ավարտեց Երևանյան ընկերական մրցաշարով, բավական բարդ մրցակիցներ էին Մոլդովա, Ղրղստան, Եվրոպայի առաջնության մասնակիցներից Վրաստան, հետո օրեր առաջ էլ եղավ Լիբանանի հետ ընկերական խաղ, որտեղ 8-3 հաշվով վստահ հաղթանակ, այս խաղերում ինչ որ նորարարություններ նկատեցիր կամ պատկերացում կարող ենք կազմել, թե հստակ ինչ մարզավիճակում է այս պահին մեր հավաքականը։ Դե նախ Լիբանանի հետ խաղը եթե մի կողմ դնենք, այդտեղ թե այդտեղ եւ թե այն մրցաշարում շատ փորձարկումներ կային,
ֆուտզալում դե օրենքներից չգրված օրենքներից է, երբ պարտվում ես խաղի վերջնամասն է 5-րդ խաղացողին ես մտցնում։ Ռուբեն Նազարեթյանը Լիբանանի հետ կոնկրետ խաղում հաղթում էր, բայց անընդհատ փորձում էր 5-րդ դարպասապային հանում էր, 5-րդ խաղացողը էր մտցնում եւ փորձարկում էր։ Փորձարկումներ էր մի շարք կատարում, նաեւ այն ընկերական մրցաշարում գրեթե միշտ փորձարարական շատ կազմով էր խաղում, որը մենք ունենք մեծ հաշվով մեկնարկային քարյակ ունենք, հնգյակ կարելի ասել դարպասապային էլ հետը, բայց նա այդ խաղում անընդհատ 1-1.5 րոպեն մեկ փոփոխություններ էր կատարում եւ փորձում էր բոլորին տեսնել գործի մեջ։ Մարզավիճակի առումով այն ժամանակ դեռ մարզավիճակի գագաթնակետին չէին, Լիբանանի հետ խաղում ավելի վստահ տեսք ունեին բոլորը։ Կարծում եմ մեկնարկային խաղում Ուկրաինայի հետ պետք է որ լինեն մարզավիճակի ամենապրայմ հատվածում այսպես։ Անցնենք արդեն Եվրոպայի առաջնությանը, Ռուբեն Նազարեթյանը նշել էր, որ այն կազմը, որը մեկնում է մրցավայր, իրեն գոհացնում է, բայց կան նաև կորուստներ, ըստ քեզ որ խաղացողներն են, որոնց պակասը կարող է զգալ տալ այս խաղերում։ Դե կարծում եմ մեկնարկային խաղացողի մասին խոսք չկա, բոլորը կազմը պատրաստ են, միայն Ռաֆիկ Մելիքյանի բացակայությունն է, որը աչք է ծակում, նա այն խաղացողներից է, որ անընդհատ թարմություններ հաղորդում թիմի խաղին, երբ գնում էին հանգստանալու առաջատարները, նա մտնում էր, չնայած նայել էր առաջատարներից եւ պահում էր բալանսը մանրահատակին, խնդիրներ ուներ, այդ պատճառով չի կարողացել միանալ հավաքականին, մեծ հաշվով կարծում եմ Մելիքյանի բացակայությունն է, որ աչք է ծակում, մնացած առումով պետք է որ բոլորը իրենց լավ զգան թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս եւ բացակայություններ այլ չկան մեծ հաշվով։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մեր մրցակիցներն են Ուկրաինան, Չեխիան եւ տանտերերից Լիտվայի հավաքականը, առաջին տուրում մրցելու ենք Ուկրաինայի հավաքականի հետ, որը մրցաշարի ամենաուժեղ թիմերից է, 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նախորդ առաջնության կիսաեզրափակիչի մասնակից, այս խաղում ինչ շանսեր ունի մեր հավաքականը։ Անկեղծ ես կցանկանայի, որ Ուկրաինայի հետ խաղանք վերջին տուրում, երբ հնարավոր է լուծած լինենք խմբից դուրս գալու խնդիրը, բայց ստացվել է այնպես, որ Ուկրաինայի հետ սկզբում ենք խաղում, դե դուք էլ նշեցիք, որ մեծ հաջողություններ ունեցել է Ուկրաինան եւ շարունակում է ունենալ։ Ի վերջո երրորդ տեղի համար խաղում ջախջախեցին Ֆրանսիայի հավաքականին աշխարհի առաջնությունում 7-1։ Այո, հասել են կիսաեզրափակիչ, լավագույններից մեկն է աշխարհում Ուկրաինան, դա վերջին տարիներին չի քննարկվում, այնպես չէ որ պատահական հաջողություններ ունի, բայց չեմ ուզում շատ վատ տրամադրություն ստեղծել, իհարկե ծանր է լինելու, դա միանշանակ է, բոլորն էլ պետք է իմանան, որ Ուկրաինայի հետ շատ բարդ է լինելու եւ եթե պարտվեց հավաքականը, դա չափանիշ պետք չէ վերցնել։ Ամեն դեպքում մենք Ղազախստանի հետ երկու խաղում շատ լավ ֆուտբոլ ենք խաղացել, ճիշտ է Ղազախստանը այս պայն զիջում է Ուկրաինային, բայց պակաս ուժեղ հավաքական չէր։ Մենք էլ համարվում ենք արդեն եվրոպական մակարդակով ուժեղ հավաքական, պետք է պայքարել գոնե ոչ ոքի համար, հաղթելը բարդ կլինի, բայց կոնկրետ Ուկրաինայի հետ խաղում կարելի է եւ հնարավոր է պայքարել դրական արդյունքի համար։ Երկրորդ տուրում մրցակիցը Չեխիան է, Հայաստանի հավաքականին ծանոթ մրցակից 2022-ին աշխարհի առաջնության դրական փուլում երկու անգամ հաղթել ենք այս մրցակցին, բայց այդ ժամանակ մեր նշած բրազիլացիներով էր խաղում մեր թիմը, Չեխիայի հավաքականն էլ այս ընթացքում բավական փոխվել է եւ FIFA-ի դասակարգման աղյուսակում մեզնից բարձր է այս 17-րդն է, այո, ավելի բարձր ու տպավորություն կա, որ հենց երկրորդ տեղի համար պայքարը Հայաստանի ու Չեխիայի միջև է ընթանալու։ Ըստ քեզ այս դիմակայությունում ինչի հաշվին են գերազանցելու նրանց։ Գերազանցելու են կարծում եմ շատ ավելի մեծ ցանկության, որովհետև ես երբ զրուցում էի թե գլխավոր մարզչի եւ թե առանձին ֆուտզալիստների հետ, նրանց մոտ շատ մեծ ցանկություն կար անընդհատ ինչ որ ավելի լավ բան անելու մեծ տրամադրվածություն կար, չգիտեմ, բնականաբար Չեխիան էլ ունի ցանկություն եւ բնականաբար Չեխերն էլ են հասկանում, որ հենց այդ խաղում է մեծ հաշվով վճռվելու երկրորդ ուղեգիրը ու Չեխիան այդ խաղին կմոտենա կարծում եմ 3 միավորով, երբ հաղթած կլինի Լիտվայի հավաքականին ու մեզ այդ խաղում միայն հաղթանակ է պետք լինելու։ Դրա համար
բեկումնային հանդիպումը դա է լինելու։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մենք կարողանանք այդ խաղում հաղթել նվիրվածության հաշվին առաջին հերթին, որովհետև երբ Հայաստանի հավաքականը հավաքվում է եւ պետք է հաղթանակ ինչ-որ խաղում, շատ քիչ հավաքականներ կլինեն աշխարհում, որ կարողանան հաղթել այդ պահին մեր ընտրանում, Չեխիան նրանցից մեկը չէ հաստատ։ Երրորդ մրցակիցն էլ Լիտվան է, հասկանալի ամենաուժեղ թիմը չէ Եվրոյի եւ տանտիրոջ կարգավիճակում է, բայց մյուս կողմից էլ խաղալու են տանը սեփական երկրպագուների աջակցության ներքո, այս դեպքում նույնպես կարելի է վտանգ ակնկալել այս մրցակցից համաձայն ես, որովհետեւ միանշանակ պատերը այո, միանշանակ համաձայն եմ, որովհետեւ Լիտվան ոչինչ չունի կորցնելու, արդեն կարելի ասել այդպես չսկսված մրցաշարը, նրանք հասկանում են, որ այս խմբից դուրս գալու 1% միգուցե ավելի քիչ հնարավորություն ունեն եւ երրորդ տուրում է լինելու դիմակայությունը Լիտվայի ու Հայաստանի միջև, հնարավոր է այդ պահին արդեն Լիտվան միավոր չունենա ընդհանրապես ու շատ ավելի քիչ տրամադրվածությամբ, ավելի վատ տրամադրվածությամբ մոտենա այդ խաղին կամ տրամադրությամբ եւ այդ խաղում ամեն դեպքում չեմ ուզում քննարկել ինչի հաշվին պետք է հաղթենք կամ կհաղթենք թե չէ, եթե ուզում ենք լավ արդյունքի հասնել, հենց այդ խաղում պետք է հաղթենք։ Արմեն, ամեն դեպքում նայելով բոլոր 4 խմբերի կազմերին, համաձայն ես, որ ամենաբարդ վիճակահանությունը չէր մեզ համար։ Հա, համաձայն եմ։ Ես sense դրա մասին վիճակահանության օրն էի խոսում գործընկերներից հետ, որ կարող էր Պորտուգալիա մեզ բաժին հասնել կամ Ֆրանսիա, Խորվաթիա առաջին խմբին որ նայում ենք, այնտեղ բավականին ուժեղ հավաքականներ կան եւ այնտեղից արդեն դուրս գալը շատ ծանր կլիներ, իսկ այստեղ վիճակահանությունը բավականին բարեաճ է գտնվել, հենց ֆուտբոլային բախտ ասվածը այստեղ մեր կողմից է եղել եւ կա հնարավորություն ու պետք է այդ հնարավորությունից կարճել։ Իհարկե բոլորն ասում են կարևոր է առաջին հաղթանակը տոնել այս Եվրոյի ընթացքում, բայց ես կարծում եմ, որ թե առաջին հաղթանակն է պետք տոնել եւ թե խմբից դուրս գալ։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաջողություններում բավական մեծ է գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ավանդը, նա այս մարզաձևի նվիրյալներից է 2002 թվականից գլխավորում է հավաքականը մի փոքր ընդմիջումով իհարկե եւ արդեն նույնիսկ մեր հավաքականը դժվար է պատկերացնել առանց նրա։ Ըստ քեզ Հայաստանի հավաքականը մարզչական թիմ կարելի է անվանել, թե ամեն դեպքում այնտեղ կան մի քանի ուժեղ անհատներ, որոնց շուրջ հենց կառուցվում է խաղը։ Դե քանի որ ֆուտզալ շատ ավելի քիչ խաղացողներով է խաղում, բնականաբար այստեղ անհատներից շատ ավելի բան է կախված, քան օրինակ ֆուտբոլում։ Մանրատակին 4 կամ 5 դարպասապանել հետը ու եթե նրանցից մեկը համեմատաբար թույլ լինի, արդեն բալանսի խնդիր կլինի։ Ռուբեն Նազարեթյանը այնքանով է կապված ֆուտզալի հետ, որ ֆուտզալ ունենք մենք այսօր, որովհետև ժամանակին ուզում էին փակել ֆուտզալ, ընդհանրապես մեզ պետք չէր, ասում էին, բայց Նազարեթյանը պայքարեց, ստիպեց բոլորին հավատալ, որ հնարավոր է արդյունք գրանցել եւ հասավ այս արդյունքին։ Իհարկե սկզբում ճանապարհը այլ էր, UEFA-ն էր այդպես ցանկանում, ցույց էր տալիս բրազիլացիներին ընդգրկվել տարբեր հավաքականներում, ուղղակի ուզում էր զարգացնել ամբողջ աշխարհում ֆուտզալը, աչքեր փակում այդ օրենքի կետի վրա եւ ասում էր ոչինչ թող գան խաղ, բայց պորտուգալացիների, ֆիների բողոքից հետո ամեն ինչ փոխվեց ու փոխվեց, կարծում եմ յօգուտ մեզ, որովհետեւ շատ հավաքականներ, մեր հարևան հավաքականը եւս խաղում էր բրազիլացիներով, բավականին լուրջ արդյունքների էր հասնում, բայց երբ սկսեցին բրազիլացիներին արգելել գալ հավաքական, նրանք ուղղակի քանդվեցին։ Իսկ մեր հավաքականը չքանդվեց, ճիշտ է, միգուցե մի փոքր թուլացավ անհատների որակների առումով, բայց թիմային առումով բավականին ուժեղացավ եւ այս արդյունքներում բնականաբար մարզիչը իր մեծ ավանդն ունի, նաեւ մարզչի օգնականները, իսպանացիները բավականին շատ օգնում են նրան եւ բավականին խելացի են, դա զգացվում է հենց խաղի ընթացքում, իսկ Ռուբեն Նազարեթյանը կարողանում է այդ թիմային ոգին պահել ու նաեւ անհատների որակների հաշվին արդյունք ապահովել։ Իդեպ Ռուբեն Նազարեթյանի մասով այս Եվրոյից առաջ նա շատ վստահ հայտարարություններ է անում,
հայկական սպորտում մի փոքր դա անսովոր երևույթ է եւ երբ մարզիչը մրցաշարից առաջ նման վստահություն նշում է, որ նույնիսկ ամենաուժեղ հավաքականները մեզանից վախենում են, երբ հարց եղավ լարվածության եւ հոգեբանական խնդիրների մասին, ասաց, որ դա թույլ թիմերի մասին է, իսկ մեր մասին չէ։ Ըստ քեզ մարզիչի նման ինքնավստահությունը թիմին ավելի մոտիվացնում է, թե կարող է, այսպես ասած, չարկատակ խաղալ։ Դե կարող է այդպես ստացվել, բայց հիմնականում կարծում եմ մոտիվացնում է Ռուբեն Նազարեթյանը օրեր առաջ ասաց, որ Ղազախստանի կոնկրետ խաղի մասին, երբ մենք տանը հաղթեցինք, ասաց, եթե կոնկրետ այդ օրը մեր հետ խաղար Բրազիլիայի հավաքականը, նրանք չէին կարողանալու հաղթել մեզ։ Այսինքն այդ վստահությունը, ինքնավստահությունը ինչ որ միտեղից գալիս է, այդ ինքնավստահությունը նրան տալիս է հենց հավաքականը իր արդյունքներով, իր ցուցադրած խաղով, իր նվիրվածությամբ, կոնկրետ մրցակիցների հետ կոնկրետ խաղով, որովհետև ամեն թիմի դեմ յուրովի են պատրաստվում, դե ամբողջ աշխարհում այդպես եւ ոչ միայն ֆուտզալում, բայց շատ տարբեր էին մեր հավաքականի ելույթները Դանիայի ու Ղազախստանի հետ խաղերում եւ հստակ ընդգծում էր, որ շատ մանրակրկիտ ուսումնասիրություն էր եղել, թե ինչպես նրանց 5-ի դեմ խաղալ, ինչպես 5-ով խաղալ, ինչպես կոնկրետ դարպասապահի դեմ խաղալ, այդ ուսումնասիրությունները մանրակրկիտ եւ վստահ արդյունքները Նազարեթյանին այդպես խոսելու հնարավորություն տալիս են։ Միգուցե մի օր չարկատակ խաղա, որովհետեւ միշտ հնարավոր չէ հաղթել եւ դրական արդյունքներ գրանցել, բայց ամեն դեպքում առայժմ այդ խոսքերը վերածվում են արդյունքի։ Արմեն, ամեն դեպքում անցյալ տարի, երբ արդեն թիմը նվաճել էր Եվրոպայի առաջնության ուղեգիր, երկու ընկերական հանդիպում եղավ Իսպանիայի հետ, աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկի, բայց երկու խաղում էլ պարտություններ, 2-6, 1-8, այդ խաղերում մրցակիցը իրոք այդքան ուժեղ էր, կարգով այդքան բարձր, թե մեր հավաքականի մոտ ինչ որ բան պակասում էր, նույն օրինակ այդ հոգեբանական խնդիր կար։ Կարծում եմ Իսպանիան ամեն դեպքում ուժեղ էր, միգուցե 1-8-ի հաշիվ չէր, կարող էր լինել 1-6 կամ 1-5 կամ 2 գոլ կարողանային խփել, բայց ամեն դեպքում Իսպանիան ուժեղ է մեզնից, դա չի քննարկվում եւ չեմ կարծում, որ Իսպանիայի հետ այժմ գոնե այս պահին հնարավոր է պայքարել հաղթանակի համար։ Մենք կարող ենք հիշել աշխարհի ուժեղագույն մեկ այլ հավաքականի Պորտուգալիայի հետ երբ մրցեցինք, այստեղ 1 գոլի տարբերությամբ պարտվեցինք, բայց այդ խաղում էլի շատ լուրջ դոմինանտ ֆուտբոլ էր խաղում Պորտուգալիան, բայց այն ժամանակ էլ մենք էլի Լուանով, Ժոաոյով, Ռոդրիգինյոյով էինք խաղում եւ բրազիլացիների ֆակտորը հենց այդտեղ հստակ ընդգծվեց ու այդ բողոքները եկան հենց այդ խաղից հետո։ Դե չգիտեմ, միգուցե ինչ-որ բանի մենք կարողանանք մոտենալ աշխարհի ուժեղագույն հավաքականներին, բայց այս բանին մենք մոտավորապես այդ հեռավորության վրա ենք Իսպանիայից։ Արդեն Եվրոպա առաջնությունը այսօր մեկնարկելու է, դու էլ մեկնաբանելու ես խաղերը, գլխավոր ֆավորիտների մեջ ում կնշես առաջնության։ Կարծում եմ Պորտուգալիան է գլխավոր ֆավորիտը, գոնե ինձ համար, բայց Ուկրաինային պետք չէ հանել ֆավորիտների ցանկից, ինձ համար գլխավոր ֆավորիտները Պորտուգալիա, Իսպանիա եւ Ուկրաինայի հավաքականներն են։ Վստահությունն է, որ նրանցից մեկը կհաղթի։ Իսկ մյուս թիմերի մեջ կան այնպիսիք, որոնցից անակնկալ կարելի է սպասել, բացի Հայաստանի հավաքականից։ Ֆրանսիան, Վրաստանը նախկինում են ուժեղ, հիմա այդ ուժը չունի։ Միգուցե Ֆրանսիան կարողանա անակնկալ մատուցել, չնայած Ֆրանսիան էլ է բավականին ուժեղ հավաքական, բայց այս պահին ինձ համար նա չի մտնում ֆավորիտների ցանկում։ Միգուցե Ֆրանսիան լինի, բայց այլ հավաքականի անկեղծ չեմ տեսնում, որ կարողանա ինչ-որ սենսացիոն արդյունքի հասնել, որովհետև երբ նայում ենք արդյունքներին, թե Եվրոպայի եւ թե աշխարհի առաջնություններում, գոնե մեդալային տեղեր զբաղեցրած թիմերի արդյունքները տրամաբանական են եղել վերջին տարիներին։ Արմեն, եւ զրույցի վերջում իհարկե շատ լավ է ֆուտզալը, նման լավ էմոցիաներ պարգևեց մեզ թիմային մարզաձևերում, բայց նույն օրինակ ֆուտբոլի դեպքում, երբ խոսում ենք ֆուտբոլի խնդիրներից, առաջնայինը նշում ենք այդ մանկապատանեկան ֆուտզալում դու տեսնում ես ավելի խորքային աշխատանքներ, որ մարզաձևը ավելի զարգանա, այս հաջողությունը, այսպես ասած, մեկ անգամյա չլինի։ Հասկանալի է, այս մարզաձևում շատ են խաղացողներ, որոնք ֆուտբոլից են գալիս, այնտեղ այսպես ասած
այդքան էլ չեն հաջողում եւ ֆուտզալում ավելի մեծ հաջողությունների են, բայց ամեն դեպքում Հայաստանում կոնկրետ ֆուտզալի զարգացման ուղղությամբ ինչ աշխատանքներ ես տեսնում։ Դե նախ այնինչ կատարում է ֆուտբոլում, ֆուտզալում մոտավորապես դրա 10%-ն է կատարվում։ Եթե շատ ավելի լայնածավալ լինեն աշխատանքները, վստահ եմ արդյունքները շատ ավելի արագ ու տեսանելի կլինեն, բայց այն որ աշխատանքներ կատարվում են, դա երևում է Դավթաշենի մարզադպրոցի կառուցումը որ լինի, ասում են առաջիկայում կլինի, չգիտեմ, դա շատ մեծ օգուտ կլինի ֆուտզալի հավաքականը նաև խաղ անցկացնելու տեղ կունենա, որովհետև փաստացի չունի ՀՖՖ տեխնիկական կենտրոնն է, որտեղ մինչև 1000 հոգի առավելագույնը կարող է տեղավորվել եւ Ղազախստանի այդ պատմական խաղին շատ քիչ մարդ հնարավորություն ուներ ներկա գտնվելու։ Դահլիճներ ունենք մարզվելու համար, բայց լավ որակի դահլիճներ են պետք եւ դրա ուղղությամբ են աշխատանքներ տարվում։ Հիմա մենք ունենք միայն ազգային հավաքական եւ ունենք ակումբային ֆուտզալ։ Տարբեր տարիքային հավաքականներ չունենք աշխատանքներ են տարվում, որ լինեն նաև տարբեր տարիքային հավաքականներ, բայց գլխավորը իհարկե ակումբային ֆուտզալի զարգացումն է եւ դրանից ներքև, այսինքն մանկապատանեկան ֆուտզալի։ Ես գիտեմ, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա։ Իհարկե ծնողները առաջին հերթին ուզում են իրենց երեխան դառնա ֆուտբոլիստ, հետո եթե չի ստացվում, նոր գնում է ֆուտզալի ճանապարհով, մի փոքր այդտեղ խզում կա, շատ քիչ մարդու գիտեմ, ով ասում է ես իմ երեխային կտանեմ ֆուտզալի։ Չէ, Բրազիլիայում այդպես է, ստացվում է կեսը ֆուտբոլի, կեսը ֆուտզալի, այնտեղ ընտրությունը կա ֆուտզալիստների եւ դրա համար ամբողջ աշխարհը բրազիլացիներով է ողողված, բայց Հայաստանում այդ խզումը կա եւ եթե նույնիսկ չի ստացվում ֆուտբոլում, թող շուտ տանեն ֆուտզալի, գոնե այնտեղ կարողանա հմտանալ, իրականում տարբեր մարզաձևեր են, բայց օրինակ Գարեգին Մաշումյանը Հայաստանի հավաքանի միակն է, ով թե ֆուտզալում եւ թե ֆուտբոլում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այնտեղ ունեցել է հաջողություն, հետո գնացել է ֆուտզալ եւ այնտեղ էլ։ Եթե ճիշտ եմ հիշում, մեր թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանն էլ Ռուսաստանի պատանեկան հավաքականում խաղացել։ Շնորհակալություն Արմեն, իմ հյուրը մարզական մեկնաբան Արմեն Գարամյանն էր, հուսանք որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը կզարգացնի իր պատմական հաջողությունը եւ լավ տրամադրությամբ կվերադառնա Եվրոպայի առաջնությունից, հետևեք մեզ, կհանդիպենք։